Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արմենակ Աբրահամյան ձիձեռնագավերթի մեջ, Լուիս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 114-րդ թիվը, հանցագործություններու անբաժանելիությունը հանգեցուցած է բռնության նոր ալիքներու, Իսրայելի նոր հարվածները Բեյրութին, Հեզբոլլահի պատասխան գործողությունները, Իրանի հարվածները այնքան ուժգին եղած են, որ ամերիկյան ռազմագայաններու մեկ մասը ճնճված է երկրի երեսեն։ Երևանի մեջ վայրէջք կատարած է Օմանեն Արևելյան Հայաստանի քաղաքացիները դարհանող առաջին օդանավը, նավթի գիներու աճը եւ ֆոնդային շուկաներու անկումը, հայկական խոհանոցի ստեղծագործ կողմը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան ոչ պաշտոնական այցելությամբ եղած է ձիձեռնագավերթ տեղույն վրա հետևելու հուշահամալիրին մեջ իրականացվող շինարարական աշխատանքներու ընթացքին։ Նախագահը հարկանքի դուրք մատուցած է ցեղասպանություններու զոհերու հիշատակին, մասնավորապես հիշելով Սումգայիթի մեջ տեղի ունեցած ողբերգական դեպքերու զոհերը։ Այցի ընթացքին անձաղիկներ խոնարհած է նաև Հունաստանի գոմե դեղատրված աղգեբսագին մոտ, ընդգծելով միջազգային համերաշխության եւ պատմական արդարության կարեւորությունը։ Նախագահի խոսքով հիշողությունը ոչ միայն հարկանքի, այլ նաև պատասխանատվության խորհրդանիշ է, ուղղված ապագա սերունդներուն խաղաղության եւ արժանապատիվ կյանքի պատկան փոխանցելուն։ Լուիս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 114-րդ թիվը, շաբիգին պատկերված է ծովանկարիչ, աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկի, թիվին մեջ ընդգրկված են պատմական եւ արտիական շարք բնույթեր, ներկայացված է Թուրքիո գոմե բնիկ ժողովուրդներու եւ ազգային փոքրամասնություններու հալածանքները 1930-1941 թվականներուն ուսումնասիրության երկրորդ մասը, ուր անդրադարձ կկատարվի 1930-ականներու քաղաքականության։ Առանցին հոդվածը նվիրված է Արամ Կարամանուկյանին որպես սուրիական բանակի հիմնադիրներեն մեկը։ Թիվին մեջ տեղ կդած է նաև Արցախի վանքերու եւ Փերթերու կուկակրման նյութը։ Գենեսիս Արմենիան ներկայացուցած է բացառիկ քարտեզներ նվիրված պատմամշակութային ժառանգության։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Գենեսիս Արմենիա ուղեղային կետրոնը Սումգայիթի մեջ 1988 թվականի փետրվար 27-ին 29-ին տեղի ունեցած հայերու չարթերու դարելիցին առիթով հրաբարակած է հայտարարությունը, շեշտելով, թե այդ դեպքերը 20-րդ դարավերջի Ադրբեջանի պատմության ամենեն ծանր հանցագործ դրվագներն են։ Հայտարարության մեջ նշված է, որ Սումգայիթի խաղաղ հայ բնակիչները ենթարկված են կազմակերպված եւ դաժան բռնություններու, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանված, խոշտանգված եւ դեղահանված են։ Ըստ կետրոնին այս ոճրագործությունները տեղի ունեցած են պետական մեղսակցության պայմաններուն մեջ եւ դարձած են հետագա հակահայկական բռնություններու սկիզբը Բաքվի եւ այլ վայրերու մեջ։ Կազմակերպությունը կշեշտե, որ այդ հանցագործություններու անբաժանելիությունը նպաստած է բռնության շարունակականության, որոնց գագաթնակետը ըստ հայտարարության դարձած է 2023 թվականին Արցախի բնիկ հայ բնակչության զանգվածային էթնիկ զդումը։ Նշված է նաեւ հայ ռազմակերիներու եւ Արցախի նախկին պաշտոնյաներու գալանավորման խնդիրը։ Գենեսիս Արմենիան կկարևորե բոլոր հայ ռազմակերիներու անհաբաղ եւ անվերաբաղ ազատ արձակումը, տեղահանվածներու անվտանգ եւ հավաքական վերադարձի իրավունքի ապահովումը, ինչպես նաեւ միջազգային վերահսկողությամբ անվտանգության հստակ մեխանիզմներու ստեղծումը։ Գետրոնին համոզմամբ միայն այս քայլերը կրնան հիմք հանդիսանալ դարաշրջանին մեջ երկարատև խաղաղության եւ գայունության հաստատման համար։ Իսրայելի պաշտպանության բանակը երկրորդ օրն անընդմեջ օդային հարվածներ հասցած է Բեյրութին։ Թիրախ դարձած են Դահիեի հարավային արվարձանները, ներառյալ Հարեթ Ռեյք շրջանը։ Իսրայելյան հարվածներեն ետք ծուխ բարձրացած է, իսկ բնակչության մեջ կշարունակվի զանգվածային դեղահանումը։ Իսրայելյան բանակը հայտարարած է, թե գործողություններ կկատարե Լիբանանի հարավը, զայն բնորոշելով որպես առաջնակցային պաշտպանություն սահմանային կոդիին մեջ։ Բանակի ներկայացուցիչները նշած են, որ սահմանամերձ հատվածերուն մեջ տեղակայված են լրացուցիչ ուժեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով, ընդգծելով, թե խոսքը լայնածավալ ցամաքային գործողության մասին չէ, այլ մարտավարական քայլի։ Միաժամանակ Հեզբոլլահը հայտարարած է, թե անօտաչու թռչող սարքերով հարված հասցած է Իսրայելի հյուսիսը գտնվող ռազմաբազայինը։ Կազմակերպությունը իր քայլերը կներկայացնե որպես պատասխան գործողություն դարաշրջանային լարվածության սրման շրջանագին մեջ։ Իսրայելյան բանակը նաև հարգադիր դարահանման գոչեր ուղղած է Լիբանանի շուրջ 59 բնակավայրերու եւ թաղամասերու բնակիչներուն ներառյալ Դահիեի շարք հատվածներ։ Ըստ հայտարարության թիրախ կդառնան Հեզբոլլահի հրամանատարական կետրոններն ու զինաբահայցները։ Լիբանանի մեջ խաղաղ բնակչությունը դարձյալ հայտնված է ռազմական գործողություններու գիզագետին։ Նախորդ տարիներու լայնածավալ փախումներն եւ հրատատարի խախտումներն յետ բռնկած նոր լարվածությունը կխորացնե մարդասիրական ճգնաժամի վտանգը դարաշրջանին մեջ։
Իրանակետ Վարդան Ոսկանյան գրած է. Բրիտանական BBC պետական հեռարձակողը նույնիսկ ամենեն վառ երևակայության բարակային դժվար է համարել իրանամետ լրատվամիջոց։ Անոր ռուսերեն ծառայության եթերին ռազմական փորձագետ մգբնթե, թե Պարսից ծոցի արաբական միաբեդություններու դարածքին գտնվող ամերիկյան ռազմագայաններուն հասուցած իրանական հարվածները եղած են չափազանց ուժգին եւ անոնց մեկ մասը թադելով արբանյակային լուսանկարներեն գործնականորեն չնչված են երկրի երեսեն։ Ըստ ռուս ռազմական փորձագետներու Կատարի մեջ խոցված հերահար գործողության ռադարը եւս չափազանց կարևոր հանգույց եղած է ամերիկյան հագահրթիռային պաշտպանության համաշխարհային համագարկին մեջ եւ Իրանը առաջին երկիրն է, որ գրծած է թիրախավորել նման կարևոր եւ բարձրաժեք հանգույցը։ Fly One Արմենիայի օտանավը արաբոտյան Մասկատեն հասած է Երևան։ Հատուկ չվերթը գազմագերբված էր արտերկրի մեջ գտնվող Արևելյան Հայաստանի քաղաքացիներու վերադարձին համար։ Թռիչքը իրականացված է Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ Թուրքիայի օտային տարածքով, իսկ ուղևորներու թիվը դեռ չհրաբարակված։ Արտաքին գործոց նախարարությունը գոչ ուղղած էր Օմանեն վերադառնալ փապակողներուն թիմել, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններու մեջ դեսպանատունը աջակցած է դեղափոխության։ Առաջնահերթություն դրված է գիներուն, երեխաներուն եւ դարեցներուն։ Դարաշրջանային լարվածությունը սրած է այն բանեն ետք, երբ Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ հասուցած են Իրանին, որոնց հաջորդած են իրանական պատասխան գործողություններ։ Ըստ հաղորդումներու զոհված են բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։ Իրանի մեջ հայտարարված է 40 օրյա սուկ։ Անվտանգային վտանգները կշարունակեն աճիլ։ Իրանի շուրջ ռազմական լարվածության սրումը արդեն անդրադարձած է համաշխարհային շուկաներուն վրա։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգներու հարվածներն ետք նավթի գինը գդրուկ բարձրացած է մոտենալով 1 տարվան առավելագույնին, իսկ միջազգային ֆոնդային շուկաներուն մեջ արձանագրված է անկում։ Վերլուծաբաններու գնահատմամբ լարվածության շարունակությունը կգրնա արագացնել գնաճը, քանի որ վարելիքի գինի բարձրացումը գազդե փոխադրության, սննդամթերքի եւ այլ ապրանքներու ինքնարժեքին վրա։ Գնաճը նաեւ կգրնա ստիպել կենտրոնական տրամադրություններուն բաբանել կամ բարձրացնել լոգոսատրույքները, զսպելու գիներու աճը, ինչ որ կնշանակի ավելի տանկ վարկեր։ Ֆոնդային շուկաներու անկումը հատկապես կաստե կենսաթոշակային գուտակումներ կամ բաժնետոմսեր ունեցող քաղաքացիներու վրա, քանի որ դատանումները կգրնան ժամանակավորապես նվազեցնել այդ ունեցվածներու արժեքը։ Փորձագետներու համաձայն նման իրավիճակներուն ներդրողները կդիմեն ավելի ապահով միջոցներու, իսկ շուկաները կմնան անկայուն մինչև դարաշրջանային կայունացում։ Դոլմայի լիցքի աշխարհը չի սահմանափակվիր միայն խաղողի կամ գաղամպի դերևներով։ Հայկական խոհանոցին մեջ կան նաև փանջարեղենային եւ համադրված դոլմաներ, որոնք կբացահայտեն այս ուտեստին ստեղծագործ կողմը։ Սմբուկով, բղբեղով եւ լոլիկով լեցուն տեսակները հատկապես տարածված են ամռան եւ աշնան թարմ փանջարեղենի առատության շրջանին։ Յուրաքանչյուր փանջարեղեն ունի իր թերը։ Լցոնը կգրնա ըլալ մսային կամ բուսական, ինչ որ դոլման կդարձնե բազմազան եւ հասանելի տարբեր նախասիրություններու։ Լիցքը ցույց կտա հայկական խոհանոցի ստեղծագործությունը եւ ջրգունությունը, բաբանելով ավանդական հիմքը նոր ցևով։ Անոնք ոչ միայն համեղ, այլև դեսողականորեն գրավիչ են։ Գունավոր փանջարեղենը դոնական դես կհաղորդե եւ յուրաքանչյուր ջաշ հիշարժան կդարձնե։ Այս տեսակները անգամը եւս կփաստեն, որ հայկական խոհանոցը հարուստ է գաղափարներով եւ համերով։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։